Սյունիքի մարզում կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը զարգացավ այն ժամանակ, երբ Կապանում հիմնադրվեց Մարիլա ընկերությունը։ Գերժամանակակից տեխնոլոգիաներով ու անվտանգության բոլոր նորմերով աշխատող ընկերության արտադրանքը կարճ ժամանակամիջոցում ճանաչում ու համբավ բերեց հեղինակներին։ Սյունեցի սպառողը գնահատեց այն, արտադրանքը նախընտրեց նաև մայրաքաղաք Երևանը։ Էկոլոգիապես մաքուր, անարատ ու բնական հումքով կաթնամթերքն ու մսամթերքը շուկայում մրցունակ են եւ պահանջված։ Առ այսօր Մարիլան պահպանել է իր մաքրությունը, բարձր որակն ու միայն իրեն բնորոշ համն ու հոտը։ Ընկերության գերխնդիրն է սպառողին անվտանգ ու օգտակար սննդամթերք մատակարարելը։ Դա է պատճառը, որ ընկերության տնօրենը ցանկացավ իր սպառողին անձամբ տեղեկացնել, որ տարածաշրջանում արձանագրված բրուցելիոզ հիվանդությունը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ իրենց արտադրանքի հետ։ Երևի որոշ մարդկանց դա ձեռնտու էր, տարածել են, ասել են, բայց առիթ օգտագործելով ուզում եմ ընդգծել, որ իրականում մեր կաթնամթերքը եւ մեր ընկերությունը կապ չունի այն ընկերության հետ, որի մասին ասվում է, որ իբրև թե բրուցելոզ կա, չկա։ Ես ամենայն դեպս այդ պատասխանատվությունը չեմ կարող վերցնել ինձ վրա եւ ասել, որ կա կամ չկա, բայց կասեմ հետեւյալը, որ մեր ընկերությունը ընդհանրապես կապ չունի այն ընկերության հետ, որտեղ ոչխարի մորթ է իրականացվում, որի մասին շահարկվում է, եւ մեր ընկերությունը զերծ է մնացել այդ ամենից։ Եվ մեր ընկերության կաթը եւ կաթնամթերքն ու մսամթերքը սահմանված կարգի համաձայն տարեկան 2 անգամ բրուցելոզի դեմ եւ ստուգումներն է իրականացվել եւ կատարվել է վակցինացիան եւ մեր անասունները եւ կաթը անարատ են եւ զերծ են այդ բրուցելոզ ասած հիվանդությունից։ Մարիլային հումք է մատակարարում Վամաքս ընկերությունը, որը միայն խոշոր եղջերավոր անասունների համար մորթման առանձին արտադրամաս ունի։ Ինչ վերաբերում է անասուններին, ապա դրանք տարվա մեջ 2 անգամ պարտադիր պատվաստվում են եւ բրուցելոզի եւ մնացած այլ հիվանդությունների դեմ։ Ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար Վամաքսը մարտի 19-ին արտահերթ բուժ պրոֆիլակտիկ միջոցառում է իրականացրել։ Փորձաքննության է ուղարկել 289 կովից վերցրած արյուն եւ որևէ մեկի մոտ հիվանդություն չի արձանագրվել։ Ունենք եւ խոշոր եղջերավոր անասունների առանձին մորթման արտադրամաս եւ պահվում, սպասարկվում է, պահպանվում է այլ ֆերմայում, խոզերը պահպանվում են այլտեղ, ոչխարները ընդհանրապես մորթվում են այլտեղ, որ մեր հետ կապ չունի, մենք ոչխարի մորթ կամ սպառում կամ իրացում, մսամթերք չենք իրացում, չենք էլ շփվում այդ տեսակի հետ։ Օրական 5500 լիտր կաթ եւ ամսական մինչեւ 5 տոննա միս է մթերում Մարիլան։ Արտադրվում է կաթնամթերքի 8, մսամթերքի շուրջ 25 տեսականի։ Հիմնականում կաթնամթերքը եւ մսամթերքը իրացվում է մարզի տարածքում, Կապան քաղաքում, ինչպես նաեւ Հանրապետության մայրաքաղաքում, Երևան քաղաքում։ Կաթնամթերքի արտադրությունը իրականացվում է մոտ 8 տեսականի արտադրելով, տարբեր յուղայնության տոկոսի յուղայնությամբ կաթ է արտադրվում, շշալցվում, մածուն, թթվասեր, կաթնաշոր, թան, պանիր, ինչպես նաև մսամթերք, մոտ 22-25 տեսակի։ Ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրանքի ծավալները պատվիրված նոր հոսքագծի հաշվին։ Առաջիկայում մենք նախաձեռնել ենք եւ կունենանք նոր տեսականի եւ կաթնամթերքի մասով, երևի 3-4-5 տեսականի եւ մոտ այդքան էլ մսամթերքի տեսականի կունենանք եւ մեր սպառողին կներկայացնենք նոր անարատ կաթնամթերք եւ մսամթերք, տեղական մսով մսամթերք։ Մեր մսամթերքն ու կաթնամթերքը տարբերվում են այլ ընկերությունների մսամթերքներից ու կաթնամթերքից միայն նրանով, որ մենք ընդհանրապես չոր որևէ նյութ չենք օգտագործում եւ ստանում ենք մաքուր, ասենց ասեմ, տնական, գյուղական են կաթը եւ կաթը մշակելով ստանում ենք կաթնամթերք։ Մեր տեղական միսը խոշոր եղջերավոր անասունի եւ ստանում ենք մսամթերք։ Առաջիկայում կարտադրվի կաթնամթերքի եւս 5 եւ մսամթերքի 5 տեսականի։
Մարտի 25-ին Կապանի ակումբագրադարանային միավորման շինարարներ թաղամասի գրադարանում միջոցառում անցկացվեց նվիրված մայրության և գեղեցկության տոնին։ Գրադարանի ընթերցողները իրենց բանաստեղծությունները երկնպարը նվիրեցին բոլոր մայրերին։ Մայրը հավերժ է, մայրը հաստատուն, մայրը դավաճան չի լինում կյանքում, մայրական սիրտը գովելու համար մարդկային միտքը հերիք չի անում, մայրը ուժեղ է, մայրը դիմացկուն, մայրը իր սրտով սարեր է սրտում, մայրը իր կյանքը ընդմիշտ մոռացած մեր դարն ու ցավը սրտում է գրում։ Միջոցառումը կազմակերպվեց ավագ գրադարանավար Էլիզա Եփրեմյանի ջանքերով։ Այստեղ միջոցառումներ հաճախ են անցկացվում։ Միշտ կազմակերպում ենք միջոցառումներ, իսկ մայրության գեղեցկության տոնը ամենասիրված տոններից մեկն է ու չէին կարող հենց այնպես թողնել։ Միջոցառման մասնակցում էին 3-րդ, 10-րդ դասարանի դպրոցականները, դպրոցի աշակերտները, ինչպես նաև Մսուր մանկապարտեզի սաներից կային։ Այս մեկ ամսվա ընթացքում Կապանի ակումբագրադարանային միավորման նախաձեռնությամբ կանանց նվիրված միջոցառումներ է անցկացվում բոլոր գրադարաններում։ Կառավարության որոշումով, որ դարձել է ոչ թե մեկ օր մարտի 8-ը, այլ դարձել են մի ամբողջ ամիս։ Սա կարծես թե ավելին օգտակար եղավ այսօր մեր հասարակությանը, այն առումով, որ կարողացանք արդեն տեղավորվեցին միջոցառումները ամբողջ ամսվա ընթացքում։ Այդ կապակցությամբ ուրեմն մենք կազմել ենք համապատասխան գրաֆիկ ըստ թաղամասերի, որտեղ մենք ունենք ակումբ գրադարան, եւ պետք է ասեմ, որ շատ ակտիվ կարգով անցնում են մեր բոլոր օրվա նախատեսված բոլոր միջոցառումները։ Սվետլանա Գևորգյանը նշեց նաև, որ առաջիկայում պատրաստվում են կազմակերպել միջոցառումներ նվիրված հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։ Նախապատրաստվելու ենք եղեռնի 100-ամյակին։ Այն նույն կարգով գրաֆիկով մենք որոշել ենք, որ այս տարի բոլոր ակումբ գրադարաններում անցկացնենք եղեռնի 100-ամյակի միջոցառումների ընդհանուր տեսքը։ Գառնանում մայրերին նվիրված միջոցառում անցկացվեց նաև Քաջարանի քաղաքապետարանի մանկապարտեզում։ Ուզուքեցին մեր պարտեզը, դեր ժպտում է ալկապկաչը, անուշ բուրումանու շապը, ինչքան չեմակ է շուշանը, օչք նաղ են այս վարդերը, այվա չարն մարուկը, վայ, այս ինչքան ծաղիքներ կա։ Ես քաղել եմ մի ծաղիկ, իմ անունը ծաղիկ, տեսեք ինչքան քնքուշ է, դες խոսին ու դախշուն է։ Իմ լավ մարիկ, իմ անուշիկ, հորակույր ու մորակույր, թաղցիկ քույրիկ, բարի տատիկ, դեր շատ պարչիկ ու համբույր, ձեզ աշխարի ծաղիկները, բարիքները աշխարի, թող ձեզ համար որ գարունը ամբողջ տարին տոնի։ Մանուկների անկաշկադ ելույթները մեծ բավականություն պատճառեց դաստիարակներին ու ծնողներին։ Մեր երեխաները կարողացան մեզ հաղորդել Գառնան շունչ ու ոգի։ Ամրապնդվեց երեխաների գիտելիքները Գառնան մասին։ Երեխաներին հնարավորություն է ընձեռված ինքնուրույն կողմնորոշվելու, ինքնահաստատվելու ու դավդելու։ Տարվա բոլոր եղանակները յուրովին գեղեցիկ է, բայց գարունը ամենագեղեցիկ եղանակն է, գարունը վերածնունդ է։ Գառնանը բնությունը արթնանում է խորքից։ Քաջարանյան գարունը մի քիչ ուշանում է, բայց մենք ստեղծեցինք գառնանային տրամադրություն։ Շնորհակալություն երեխաներ մեզ հիասքանչ միջոցառում նվիրելու համար։ Ռուսական երաժշտության երախտավոր կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկին այս տարի դարձավ 90 տարեկան։ Մարտի 25-ին կոմպոզիտորի ծննդյան նվիրված միջոցառում անցկացվեց Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։
կին առաջին հերթին հայտնի է որպես մանկական երգերի հեղինակ, դրանք եւ օպերաներ են եւ մյուզիքլներ։ Նրան մեծ ճանաչում բերեց հատկապես մուլտֆիլմների եւ կինոհեքիաթների համար գրած երգերը։ Շայինսկու Անտոշկան, Կորկոտիլոս Գենիայի եւ այլ ստեղծագործությունները հաճույքով են կատարում նաեւ հայ մանուկները։ Լավ է, երբ կարողանում ես մարդուն մեծարել կենդանության օրոք, նշեց միջոցառման կազմակերպիչ Թերեզա Հովհաննիսյանը, ում խոսքով սաները սիրով են պատրաստվել այս միջոցառմանը։ Մենք պետք է հիշենք մեր մեծերին։ Այսօր ես մեծ ուրախությամբ, ուղղակի աննկարագրելի ցնծությամբ ես զգացի դահլիճի ողջավորվածությունը։ Եվ անգամ տատիկների, ովքեր որ իրոք հաճույքով երգում են երեխաների հետ։ Շայինսկու երգերը պետք է երգեն բոլորը։ Անգամ նոր ծնված երեխան, որ ծնվում է, պետք է փորձել երգացնել Շայինսկու երգերից։ Մտահղացումը իմն էր, եւ իմ նվագակցող Սվետլանա Համբարձումյանի այ մեր մտահղացումն էր։ Եվ երևի ճիշտ մտահղացում էր, որովհետեւ գիտեք, միշտ այսպես են ասում, հայը լավ է հետո։ Ինչի հետո, եթե կա կոմպոզիտորը դեռ մեր կողքին է, 90 տարեկան է, բայց մարդը դեռ ստեղծագործում է։ Ուրեմն պետք է մենք հիշենք, գնահատենք, մարդուն գովերքենք կենթանության ողջ լինելու ժամանակ։ Կոմպոզիտորի նվիրված միջոցառումը սաները եզրափակեցին նրա ուրախ կարուսել ստեղծագործությամբ, հանդիսատեսին եւս մտովի տեղափոխելով մանկություն։